Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ, այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Տիկին Ղազարյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ճանապարհային քարտեզը ներկայացնելուց հետո կրքերը դարձյալ թեժ են իշխանություն եկեղեցու տանդեմի հետ կապված եւ հիմա ընդդիմադիրները մասնավորապես ձեր ընդդիմադիր գործընկեր Արծվիկ Մինասյանը ասում է, որ միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին միջամտելու, խառնվելու, մայրաթորի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առաջ է կանգնելու մի քանի հոդվածներով, մասնավորապես ընդհուպ որպես առանձնապես ծանր հանցագործության մեջ են ամեղադրվում մինչև 10-15 տարվա ժամկետով, քանի որ վարչապետը խախտել է երկրի մայր օրենքը եւ քրեական օրենսգրքից հոդվածներ։ Ինչպես է արձագանքում համեցեք Տիկին Ղազարյան։ Նախ ձեր հարցի սկզբի մասում ասում եք պետություն, եկեղեցի, իշխանություն եկեղեցի կամ որոշ հոգևորականներ, ավելի ճիշտ եկեք ավելի ճիշտ է ասել մայրաթորը պատանդ պահող որոշ քաղաքական գործիչների եւ իշխանության միջև տարաձայնություններ եւ ինչու եմ այսպես ասում, որովհետեւ մենք որևէ խնդիր չենք կարող ունենալ հայ առաքելական եկեղեցու հետ, հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, ովքեր մտահոգված են Էջմիածնի մայրաթորի կարգավիճակով, որովհետև մի քանի հոգի ոչ միայն այն զավթել են, այլ փորձում են ծառայեցնել օտար պետություններին։ Եվ ով ոչ եթե վարչապետը պետք է զբաղվի ազգային անվտանգության հարցերով։ Ուխտերտի ավարտին, երբ որ տեղի ունեցավ նաև վարչապետի ելույթը, նա խոսում էր նաև ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ այն մտահոգությունները, որ առկա են հնչել են մի քանի անգամ տարբեր ամբիոններից եւ հանցագործություն կլիներ մեր քաղաքական թիմի կողմից, չխոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ պետականության սպառնալիք հանդիսացող մի քանի հոգու մասին։ Այսպես Այն որ եկեղեցին հիշատակում է սահմանադրության մեջ, նրան սահմանադրական մարմին դեռևս չի դարձնում, գիտեք, պատմականորեն հայ առաքելական եկեղեցին ունեցել է որոշ առաքելություն, հենց դրա բերումով է, որ եկեղեցին հիշատակվում է սահմանադրության մեջ դրան տրվելով հատուկ առանձնահատուկ կարգավիճակ, բայց խոսել եկեղեցու խնդիրների մասին չի նշանակում վերազանցել վարչապետի լիազորությունները, կրկին եմ ասում, ով պետք է զբաղվի ազգային անվտանգության հարցերով, եթե ոչ վարչապետը։ Տեսեք, մասնավորապես Մինասյանը, Արծվիկ Մինասյանը նշում է, որ սահմանադրության կոնկրետ 6-րդ հոդվածի առաջին մասը, որտեղ ասվում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքով, եւ փաստորեն չունենալով նման լիազորություն, փաստացի դադարեցրել է Նիկոլ Փաշինյանը սահմանադրության 6-րդ հոդվածի կատարումը, ինչը հավասարազոր է քրեական օրենսգրքով ամրագրված սահմանադրական կարգը տապալելու։ Այսինքն որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ վարչապետը չէր կարող մասնակցել պատարակների, հայտարարել ուխտեր, խոսալ խնդիրների մասին, հայտարարություն տարածել, որտեղ որ խոսում է խնդիրների մասին, այդ հայտարարության ուզում հիշեցնել, որ այդ հայտարարությունը այո վարչապետը ստորագրում է որպես վարչապետ, բայց նախ եւ առաջ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ նրան միացած arczepiskopos-ն եւ եպիսկոպոսները նույնպես միացել են որպես հոտի հետևորդներ, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Այդ հայտարարությունը բաց է միացման համար եւ ես կարծում եմ, որ բոլոր այն քաղաքացիներ, ովքեր իրենց համարում են հոտի հետևորդներ, պետք է մաս դառնան այս գործընթացի, ինչը ըստ էության մեկնարկը տրվեց նաեւ ուխտերթով, դուք տեսաք բազմամարդ ուրեմն երթ։ Իդեպ ասում են, որ այստեղ էլ վարչական լծակներ, ռեսուրսներ են կիրառվել մարզերից, համայնքներից, մարդիկ եք բերել։ Որևէ ուրեմն վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր չեմ տեսել, եթե այդպիսին կան, խորհուրդ եմ դիմել իրավապահ համակարգին, սա մեր երթներ, հոգևոր երթը այս պարագայում, որը նվիրված էր հայ առաքելական եկեղեցուն, մեր կարևորագույն տոներից Սուրբ Ծնունդին, եւ ես կարծում եմ, որ հրաշալի միջոցառում էր, հրաշալի էներգետիկայով եւ բոլոր մասնակիցները կարողանան դա։ Լավ, Տիկին Ղազարյան, վարչապետը նաեւ այդ ճանապարհային քարտեզը ներկայացրեց եւ տեղի ունեցավ, գիտեք, նախորդին, այսպես ասած,
առաջին Անդրանիկ նիստը եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստը օրակարգում ճանապարհային քարտեզի անցնցում իրականացումներ դուք ընդհանրապես ինչպես եք պատկերացնում այս ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը եւ գիտեք քարտեզը 5 կետերից էր բաղկացած եւ կետերից ամենակարևորը որ նախ կաթողիկոսը պետք է ուրեմն հանգստի կոչվի հեռանա դրա համար այս պահին որևէ ուրեմն ազդակ մայրաթորից եկող չկա ավելին դուք տեսակ կաթողիկոսի մտահոգությունները այն տեքստը ուխտերթի օրը Սուրբ Զատիկի օրը որ նա հնչեցրեց մայրաթորից վտանգավոր համարեց այս process-ները առհասարակ որոնք տեղի են ունենում Ինչպես է հնարավոր, եթե կաթողիկոսը մինչ այս պահը հանգստի կոչման որևէ քայլ չի արել եւ ըստ դատելով, հա, հայտարարություններից չի էլ պատրաստվում անել։ Կտրիչ Ներսյանը պետք է գիտակցի, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ողջ սպեկտրը պատրաստվում են նրան օգտագործել այնպես, ինչպես օգտագործել են Սամվել Շահրամանյանին Հայաստանի իշխանության գալու նպատակներով։ Եվ մեր ընդդիմադիրները պատրաստ են վնաս հասցնելով հայ առաքելական եկեղեցուն իշխանության գալու հերթական սցենարը գործարկել։ Ես կարծում եմ, որ լավ խորհրդատուի պարագայում Կտրիչ Ներսյանը կգիտակցի այն, որ ընդդիմության ձեռքում գործիք է դարձել եւ որ առաջ կլքի հանուն հայ առաքելական եկեղեցու հայ առաքելական եկեղեցու։ Մենք ականատես ենք լինում այն հանգամանքին, որ Կտրիչ Ներսիսյանը տարիներ շարունակ շրջապատված է եղել մարդկանցով, խոսքը թե Սամվել Կարապետյանի, այլ կերպ ասած Արշակ Սրբազանի, Վազգեն Գալստանյանի, Միքայել Աջապահյանի մասին է, ովքեր անարգել են պետությունն ու պետականությունը, սահմանադրությունը, փորձել են սահմանադրական կարգի տապալմամբ գալ իշխանության եւ աջակցություն ունի Կտրիչ Ներսյանը միայն այն զանգվածի մարդկանց, ովքեր հրաժարվում են ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, ժողովուրդն էլ սուբյեկտ, որը որոշիչ ձայն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է 1 րոպե այսպես պարզապես ուսումնասիրի այն մարդկանց, ովքեր իր կողքն են, ինչ նպատակներ են հետապնդում եւ ազատագրի ինքն իրեն Սամվել Շահրամանյանի ճակատագրից, ով պատմության մեջ կմնա որպես դավաճան, ով լուծարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Լավ, Տիկին Ղազարյան, այս գործողությունները չեն արվում, ինչ է ստացվում։ Ես վստահ եմ, որ ժամանակի հարց է եւ այս Ընդունեք, որ տարբեր իրավիճակներ են նկատի ունեմ Սամվել Շահրամանյանինը եւ կաթողիկոսի այս ներկա Իհարկե իրավիճակները տարբեր են, դերակատարները սակայն նույնը եւ սա դաս է, որ պետք է ուրեմն ընդունի Կտրիչ Ներսիսյանը, որ այն մարդիկ, ովքեր իր թիկունքին կանգնած են եւ փորձում են հայ առաքելական եկեղեցին դարձնել իրենց նախընտրական շտաբ, ինչպես փորձել են դա անել նաեւ վաղարշաբաթի տեղական ընտրություններում, պարտվել են եւ պարտվել են։ Մայրաթորը նախընտրական շտաբ էր վերածվել վերջերս։ Այո, եթե հիշեք իրենց բոլոր լոզունգները, ընտրենք ուրեմն ընդդիմադիր որոշ գործիչների այսպիսով ազատագրելով Մայրաթորը, ըստ էության ընդդիմությունը դարձել էր վաղարշաբաթի ընտրությունները ընտրություն եկեղեցու եւ իշխանության միջև եւ այս տապալված լոզունգը ինձ թվում է հերթական ազդակը պետք է լինի Կտրիչ Ներսիսյանին, որ ինչքան շուտ, այդքան լավ իր համար։ Տեսեք այնուամենայնիվ ունենք մի իրավիճակ, երբ ընտրություններին մնացել են հաշված ամիսներ ու օրակարգում է հարցը կհաջողվի օրինակ մինչև ընտրություն սա կյանքի կոչել, հասնել նրան, որ հանգստի կոչվի կաթողիկոսը, չի հաջողվի, տեսակետ կա, որ երկու պարագայում էլ սա իշխանության ձախողումը կլինի, եթե նույնիսկ հեռանա դա էլ է ձախողում, չհեռանա էլի է ձախողում, իշխանությունը ունի իր առջև խնդիր դրված, օրինակ, այս հարցը լուծել մինչև ընտրություններ։ Այսպիսի քննարկում ունեցել եք, կան ժամկետներ, թե այսպես երբ կստացվի, կստացվի։ Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին նկատել, թե ինչքան դինամիկ դրական զարգացումներ է ապրում այս օրակարգը։ Երբ որ մենք ունենք ոչ թե մեկ սրբազան, ինչպես
սկսեց Աբրահամ Սրբազանից, կհիշեք Վայոց ձորի թեմի առաջնորդի միացումից պատարագին, եւ դա ինչ ազդեցություն ունեցավ նաեւ այլ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների վրա, որոնք ավելի քաջորեն սկսեցին խոսել խնդիրների մասին։ Տեր Արամի դեպքը իհարկե չի կարող նկատ մնալ։ Սա դրական տեղաշարժ է եկեղեցու իսկ ներսում, եւ ես որպես հայրաքելական եկեղեցու հետևորդ արձանագրում եմ, որ մենք արդեն իսկ հաջողել ենք, որովհետև խնդիրը վերհանված է, խնդիրների մասին ոչ միայն խոսում են, խնդիրների լուծմանը մի քանի նվիրալներ դրել են իրենց հեղինակությունը, դրել են իրենց արժանապատվությունը, իրենց առհասարակ կյանքը, որովհետև երբ որ մենք տեսնում ենք թե ինչ սպառնալիքներ կան որոշ քահանաների կամ arczepiskoposների շուրջ, դու հասկանում ես, որ այստեղ գործ ունես նվիրալների հետ, ովքեր հանուն հայրաքելական եկեղեցու պատրաստ են գնալ զոհաբերության։ Եվ այս բարի շարժումը չհաջողելու տարբերակ պարզապես չունի։ Եվ ես էլ եմ ասում, մենք արդեն իսկ հաջողել ենք, որովհետև խոսում ենք խնդիրների մասին եւ ունենք քաղաքացիների լայն զանգվածի աջակցություն։ Եվ հատկապես, երբ որ տեսնում ես թե ինչ կարող էր տեղի ունենալ եւ ինչ տեղի չի ունեցել, հասկանում ես, որ Հայաստանը հերթական անգամ փորձել է դուրս բերել այն թակարդային մտածողությունից, որը կարող էր լինել։ Տիկին Ղազարյան, չեք կարծում, որ քաղաքացին ուղղակի հոգնել է այս թեմաներից եւ այս երկարաձգումը արդեն չէ, բացարձակ ես չեմ կարծում։ Ավելին ոչ էլ հետաքրքրում է քաղաքացուն, այսինքն դուք միայն այդ օրվա ուխտերթի մարդկանցով եք դատում տրամադրությունները, հետաքրքիր է։ Նորմալ է, որ մեր տարբեր քաղաքացիներին հետաքրքրում են տարբեր թեմաներ, կան թեմաներ, որոնք մեր քաղաքացիներին ավելի շատ են հետաքրքրում, սոցիալական բնույթի հարցեր, կան քաղաքացիներ, ում հետաքրքրում է հենց այսպիսի սուր հարցեր, հա, եկեղեցու վերաբերյալ, մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են ապաշրջապատման օրակարգով, շատ նորմալ եւ առողջ է, որ մարդկանց տարբեր հետաքրքրություններով բերումով տարբեր թեմաներ ավելի կարեւոր են թվում, բայց կրկին ասում եմ, ավելի կարեւոր հարց, քան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, սուվերենության եւ պետականության անվտանգությունը մեր օրակարգում թերևս դժվար է գտնել։ Լավ, դուք էլի ժամկետներ չնշտեցիք, խուսափում եք։ Չէ, չեմ խուսափում, սա շատ նուրբ հարց է, կարևոր հարց է, բայց նաև նուրբ հարց է եւ մենք պետք է անշտապ, դանդաղ, բայց հիմնովի գնանք դրանց լուծումների։ Լավ, դա ենթադրում եմ ինչև ընտրություն, թե ոչինչ, ընտրություններից հետո էլ հնարավոր է այս process-ը դեռ շարունակվի։ Ես վստահ եմ, որ ստանալով մեծամասնության քվեն, մենք կարողանանք բոլոր չլուծված հարցերին լուծում տալ, բայց ընդդիմությունն էլ է ասում, որ մեծամասնության քվեն ենք ստանալու հաշված ամիսներ։ Օրինակ, անդիմության ներկայացուցիչ Կարապետյանը ասում է, սիրելի ժողովուրդ, հաշված ամիսներ են հետ հաշվարկը շատ ես հիշում եմ Ռոբերտ Քոչարյանն էլ հետ հաշվարկանում, հետ հաշվարկանում էին նաև այլ ուժեր, այդ հաշվարկի պատասխան թերևս մեր քաղաքացիները մեկ անգամ տվել են անհրաժեշտության դեպքում կրկին տալու են, բայց կարծում եմ ընդդիմության պարագայում մրցակցությունը հետևյալն է, ով է լինելու համար մեկ ընդդիմադիրը խորհրդարանում եւ դրա համար ակնհայտորեն մրցում են այս պահին Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը, ասում է Սերժ Սարգսյանը այսպես լուր անկյունում սպասում է թե արտաքինից ինչ ուժեր կփորձեն իրեն օգնել։ Եվ այս առումով այդ հիբրիդային հարձակումներին կարողանալու եք դիմակայել, որովհետև դիմեցիք Եվրամիությանը, Եվրամիությունը կաջակցի Ռուսաստանի արձագանքը տեսակ բավականին բացասական էր, ասում էին արևմուտքն է միջամտում այստեղ ներքին գործերին, բավականին անհանգիստ էին Ռուսաստանում այս հարցի հետ կապված։ Եվ ամենադժվար շրջանը դա 21 թվականի հենց մայիս ամիսն էր, երբ որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդանի լուծարման պահին Հայաստանի նկատմամբ ոչ միայն հիբրիդային, այլ ֆիզիկական բառից բունի մասով հարձակվում էր, որը ուղեկցվում էր ընդդիմության կողմից, կհիշեք ինչ լոզունգներով։ Հիբրիդային պատերազմի փորձեր Հայաստանի քաղաքացիները մի քանի անգամ տեսել են, եւ ես կարծում եմ, որ գործիքների լավ տիրապետում են, բայց իհարկե հաշվի առնելով վերջին տարիների զարգացումը, նաեւ տարբեր կենտրոնների գործիքների թարմացումը մեզ Եվրամիության աջակցությունը հարկավոր է եւ ես շատ ուրախ եմ, որ նաեւ քաղաքասարակությունն է ձեռք մեկնել այսպես ոչ թե իշխանությանը պաշտպանելու, այլ տեղեկատվության մաքրությունը պաշտպանելու համար եւ ես կարծում եմ, որ այս մասով մենք հաջողելու ենք եւ Հայաստան դառնալու է մի օրինակ, որը կարելի է դնել այլ հաջողված դեպքերի ցանկում
Այս իմաստով ես այսպես ասած լարվածություն ինքս անձամբ չունեմ։ Իհարկե հայտ են եկել նոր գործիքներ, AI-ը մասնավորապես այդ deepfake-երը, բայց մենք փորձում ենք թե օրենքի մակարդակում լավարկել մեր հնարավոր գործիքակազմերը եւ թե քաղաքացիների հետ պարզապես շփման արդյունքում։ Տիկին Ղազարյան, իսկ այն, որ Մոլդովայի օրինակն է խոսվում, այնտեղ քաղաքական ուժեր, որոնք հնարապես արգելվեցին, մասնակցել ընտրություններին, այս տարբերակները իշխանության օրակարգում կան թե ոչ, որովհետև ձեզ նաև մեղադրում են դրանում, որ չկարողացաք այս տարիներին այնպես անել, որ ձեր կողմից նշված կոռուպցիոներները, նախկինում երկիրը թալանածները, երկրի ուրեմն բարիքների հաշվին հարստացածները չմասնակցեին այս ընտրություններին։ Տեսեք, մենք որպես օրենսդիր մարմին գործարկել ենք բոլոր հնարավորությունները մեզ տրված օրենքով եւ սահմանադրությամբ ստեղծել ինստիտուտներ եւ մեխանիզմներ, որպեսզի այդ մարդիկ պետությանը վերադարձնեն գոհացվածը եւ հատիկ առ հատիկ այդ վարչապետի հայտնի հեշթեգով էլ կարող ենք հետեւել, թե համայնքներին ինչ գույքեր են վերադարձվում։ Քաղաքական անպատասխանատվությունը պետք է կրի քաղաքացին, եւ ես չեմ պատրաստվում քաղաքացուն զրկել իր կարևորագույն գործառույթից, ձևավորել իշխանություն 5 տարի մեկ, գոհունակության պարագայում ձևավորել նույն իշխանությունը, հա, այսինքն մասնակցելով ընտրությունների կվետա նույն ուժի։ Ես կարծում եմ, որ ավտորիտար այս տարը, որ արկա է մեր խոսույթում, առայն որ մենք ամենաբարդ լիազորություն թողել ենք քաղաքացուն, կեղծ է, որովհետեւ մենք քաղաքացուն տվել ենք ամենակարևոր լիազորությունը եւ չենք պատրաստվում որևէ ձև խլել դա իրենցից, դա իշխանություն ձևավորելն է։ Մնացած այլ մեխանիզմները իրավական ձևավորում ենք մենք որպես օրենսդիր ստեղծելով օրենքով սահմանված մեխանիզմներ, ընտրելով դատավորների, որոնք իրենց խղճով կդատեն եւ ստեղծելով հակակոռուպցիոն դատարանի, առհասարակ Հայաստանը աչքի է ընկնում որպես հակակոռուպցիոն մարմինների ստեղծման եւ ձևավորման առաջամարտիկ։ Այսքան հակակոռուպցիոն մարմիններ թերևս երևի մեկ էլ Ուկրաինայում կան, հա, հետխորհրդային պետություններից, որովհետեւ մենք ձևավորել ենք ոչ միայն հակակոռուպցիոն դատարաններ, մենք մի քանի ինստիտուտներ ենք ձևավորել հենց հակակոռուպցիոն, որոնք ստեղծված են հենց պայքարելու ոչ միայն նախկինների, այլ նաև հնարավոր ներկաների թույլ տված կոռուպցիոն խնդիրների դեմ։ Եվ այս առումով թերևս վերջնական պատասխանը քաղաքացու, բանալին քաղաքացու ձեռքում է։ Իդեպ արհեստական բանականության մասին խոսեցիք, վարչապետն էլ այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ, ասում էր պիտի պատրաստվենք, ոչ թե թողնենք, որ այդ ալիքը գա բոլորիս վրա մեծ հաշվով։ Տեսնում ենք արհեստական բանականության թիրախում հաճախ հենց վարչապետն է հայտնվում։ Դուք կարծում եք անհրաժեշտ գործիքակազմ ունի Հայաստանը, Հայաստանի իշխանությունը դրա դեմ դիմակայելու։ Միայն Հայրապետյանը բերել էր օրենքի նախագիծ հենց deepfake-երի սահմանափակման մասով, բայց դուք նաև պետք է նշենք այստեղ, որ դեռ աշխատելու շատ բան կա, բայց ամենակարևորը այն է, որ արձագանքը երբեք չպետք է ուշանա, որովհետև այսպես կա, հա, եթե առաջին մի քանի րոպեների ընթացքում չես արձագանքում fake լուրին, երբեք էլ հնարավորություն չես ունենալու հերքել, եւ դա շատ արագ տարածում է գտնում հատկապես սոցիալական ցանցերի այս դինամիկայով։ Մենք գիտենք Ռումինիա օրինակը, որտեղ որ ոչ թե fake edge-եր էին ստեղծվել, այլ shadow edge-եր էին ստեղծվել, ինչ է դա նշանակում, այսինքն մի քանի տարի առաջ, 6-7 տարի առաջ ստեղծվում են TikTok-ում հազարավոր, 100,000-ավոր edge-եր, որոնք չեն ֆինանսավորվում, պարզապես կան եւ ալգորիթմները այնպես են աշխատացնում, որ թիրախավորում են 40-ից 50 տարեկան կանանց սոցիալական հարցերով եւ հետո մի ինչ որ շատ կարճ ժամանակում այդ edge-երը սկսում են կոնկրետ քաղաքական գործի գովաստ առանց ֆինանսավորման, այսինքն Ռումինիան մինչ օրս չի կարողացել ապացուցել վերջին լուրերով ինչքան ես եմ հետևել, որ կոնկրետ կենտրոնից է ֆինանսական հոսք եկել դեպի TikTok-յան edge-եր, բայց մեխանիզմը այլ է, ստեղծվել են edge-եր, որոնք գործարկվել են կոնկրետ ընդդիմությունների ընտրությունների ժամանակ կոնկրետ քաղաքական ուժի համար։ Սրանք մեխանիզմներ են, որոնք մեր աչքի առաջ են եւ մենք ինքներս պետք է ուսումնասիրենք, բայց առավել արդյունավետ միջոց, քան ինքդ գրանցվես TikTok-ում եւ քո օրակարգն առաջ տանես, չկա, ես չգիտեմ։ Դրա համար են պատգամավորները շատ արագ հերթով, եթե չեմ սխալվում, դուք եք վերջերս նշեցիք, վերջերս չէ, ես մի ամիսներ առաջ գրանցվել եմ այ TikTok-յան հարթակում, որովհետև հասկանում եմ, որ երիտասարդները այնտեղ են շատ ժամանակ անցկացնում եւ իրենց խնդիրների մասին խոսելու թերևս դա լավագույն հարթակն է։ Ես երիտասարդների հետ շփվում եմ նաեւ այլ ֆորմատով, հրավիրելով ազգային ժողով կամ գնալով համայնքներ, կրկին հիշեցնում եմ քաղաքացիներին, որ կարող են հանգիստ դիմել իմ Facebook-յան էջին եւ ես կհանդիպեմ, կհյուրընկալեմ իրենց ազգային ժողովում, որովհետև քննարկումների ընթացքում ես շատ հաճախ
նկատում եմ, որ մեր երիտասարդները չեն հետևում լուրերին։ Շատ հաճախ նույնիսկ օրինակ քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողները կարող է Վաշինգտոնյան հռչակագրի մասին լավ տեղեկացված չլինեն։ Սա ինչի նշան է, որ քաղաքացիները այդ տարիքային կատեգորիայով շարժանակ սոցիալական ցանցերում են աշխատում եւ ալգորիթմները իրենց անընդհատ առաջարկում են այլ content։ Դրա համար պետք է հասկանալ Մարսելի նյութեր ժամանցային գուցե, այո, դրա համար պետք է հասկանալ ինչպես կարճ դիպուկ տեսահոլովակներով մեր ուղերձները նաև տեղ հասնենք սոցիալական այդ հարթակներում։ Տիկին Ղազարյան, այլ հարցեր նույնպես քննարկենք Ադրբեջանից, այս անգամ նաև ռեգուլյար տեսակի բենզին ու դիզվառելիք է գալիս, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գիտեք, սա արդեն երկրորդ խմբականակն է, առաջին խմբականակը որքան մեծ աղմուկ բարձրացրեց, նաև նշվում էր, որ հնարավոր է սա կարճաժամկետ է, երկարաժամկետ կտրվածքով կամ մեկ անգամյա լինի, հիմա մենք տեսնում ենք այսպես շարունակվող գործընթաց, հիմա ուրեմն վառելիքի հետ կապված դեռ աղմուկ չկա երկրորդ խմբականակի, բայց կա մտահոգություն, որ դարձյալ նույն ընկերություններն են, մեկ օրինակ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված անձն է, մյուսը Խաչատուր Սուքիասյանի, հիմա այս առումով դուք մտահոգություն չունեք, մենք տարիներ շարունակ խոսել ենք ընդհանրապես շուկայի ազատականացման անհրաժեշտության մասին եւ հիմա մենք տեսնում ենք այստեղ դեռ որ այս ընկերություններն են հիմնական խաղացողը։ Սա մտահոգիչ չէ եւ առհասարակ այս գործընթացը նախ քաղաքական մասին արձագանքեմ, այո, ընդդիմությունը փորձեց սա դարձնել քաղաքական օրակարգ, նկատի ունեմ դիզվառելիքի նավթի բենզինի ներմուծումը Հայաստան, այսինքն սա դարձնել քաղաքական օրակարգ, այսպես կրկին իշխանություններին թիրախավորելու, սա հերթական անգամի ցույց դրեց այն, որ մեր քաղաքացիները չեն ճանաչում մեր ժողովրդին, որովհետեւ երբ որ մի քանի լրատվամիջոց գնացին եւ փորձեցին նյութեր ստանալ, հա, երբ որ մարդիկ բենզին էին լցնում մեքենայում, այսինքն հարցեր էին տալի եւ մեր քաղաքացիները ուղակի իրենց պարզ պատասխաններով ջախջախում են բոլոր ընդդիմության թեզերը։ Ասենք օրինակ մեկն ասում էր, այս սալարկեն ինչ կապ ունի գերիների հետ եւ ճշմարիտ է այդ պնդումը։ Ես ողջունում եմ մեր Չէ, ավելին ասում են դուք բանակն եք հարստացնում նրանց, նպաստում եք որ այդ գումարով նրանց Դա հերթական մանիպուլյացիան է, որ մի քանի կենտրոններից բենզինի ներմուծումը Հայաստան նպաստելու է բենզինի գների իջեցմանը, որը կարող է իր հերթին նաև շղթայական ազդեցություն ունենալ բանակում ավելի շատ ծախս անելու մեր հնարավորություններին։ Կամ ով ասեց, որ մեր բանակը օրինակ մի օր ձեռք չի բերելու այդ ավելի մաչելի գնով բենզինը, չէ, որ բանակում էլ կան մեքենաներ, որոնք տեղաշարժվում են եւ կարող են օգտվել ավելի մաչելի բենզինից։ Այս մասով։ Իսկ երկրորդը ես տեղյակ եմ, որ Ռանոուելն է եւ Գալֆն է, փոխկապակցությունը անկեղծ ասած այդ Մամլու շատ է գրում, չգիտեմ, չեմ կարող հաստատել կամ հերքել, որովհետեւ չգիտեմ փոխկապակցությունը, առհասարակ չեմ հետաքրքրվում թե բիզնեսի հետևում ովքեր են կանգնած, որովհետեւ այսքան ժամանակ ինչքան տարբեր բիզնեսների մասով հետաքրքրվել եմ, պարզվել է, որ անակնկալ դրանք ընդդիմադիր գործիչների հետ փոխկապակցված անձիկ են։ Եվ ես կարծում եմ, որ այս իմաստով Հայաստանի ուրեմն տնտեսությունը ազատականացված է եւ ցանկացած է, սա լավագույն ժամանակներն են բիզնեսով զբաղվելու համար, անկեղծ ես պետք է ասեմ, եւ ես կարծում եմ, որ ցանկացողները կարող են գտնել ձև այս ապաշրջափակումից օգուտներ քաղել եւ ես շատ ուրախ եմ, որ այս խոսակցության մեկնարկը տվել է եւ քաղաքացիները մտածում են ինչ անեն, որպեսզի օգուտ քաղեն ապաշրջափակումից, որը անխոս դրական դինամիկա է հաղորդելու մեր տնտեսությանը։ Լավ, Տիկին Ղազարյան, դուք ընդհանրապես 2026-ը դիտարկում եք որպես իսկապես նաև խաղաղության պայմանագրի կյանքի կոչման տարի, թե ոչ, հաշվի առնելով նաև այն հայտարարությունները, որ հնչում են եւ այն նախապայմանները, որոնք հնչում են Ադրբեջանից, այս առումով ուզում եմ անդրադառնանք վերջին հայտարարություններին, մասնավորապես գիտեք Ալիևը ԱՄՆ այսպես կոնգրեսականների հետ հանդիպմանը ինչպիսի հայտարարություններ էր անում 907-րդ բանաձևի այսպես չեղարկման հետ կապված դուք որքանով եք հետևում այս հայտարարություններին խոսում էր օրինակ հարցազրույցեր տվել տեղական լրատվամիջոցներին դարձյալ պնդում էր որ Զանգեզուրի միջանցք է որքանն էլ Հայաստանի իշխանությունները դա փորձում են այլ անվանում տալ եւ այսպես մի քանի այլ հայտարարություններ հա մասնավորապես որ արդեն միջազգային իրավունք միջազգային կազմակերպություններ իրավունք գոյություն չունի կա ուժ պետք է
զինվենք եւ այլն։ Մի կողմից կա այս ռետարաբանությունը, իհարկե նաեւ կան այն ուրեմն մեծ գոհունակությունը, որ ձեռք է բերվել օգոստոսի 8-ին եւ որ առաջին անգամ այս երկրները 30 տարի անց կարողանում են պիտի սովորեն ուրեմն հարաբերվել ու խաղ ապրել, իրար հակասող են այնտեղ հայտարարությունները ու դուք մտածում եք, որ Ալիևը կամ Բաքուն պատրաստ են խաղաղության պայմանագրի այս պահին։ Որովհետև անդադ նոր պահանջներ են ու շեշտվում է, որ քանի որ Հայաստանի իշխանությունը այսպես թույլ է, ամեն անգամ նոր պահանջ է դրվելու եւ ամեն անգամ այդ պահանջը կատարվելու է։ Ես պնդում եմ, որ խաղաղությունն այսօր է եւ խաղաղությունը հիմա է եւ ձևավորվել է լավագույն մթնոլորտը բոլոր դեռ մնացած կնճռոտ հարցերը լուծելու համար։ Ավելի լավ մթնոլորտ կամ խաղաղությունը չկա եւ այդ կնճռոտ հարցերը պետք է լուծվեն խաղաղ միջավայրում։ Առաջարկում եմ առհասարակ մեր խոսույթը դուրս բերել կոնֆլիկտային մտածողությունից եւ գնալ դեպի հարցերը միասին լուծելու տրամաբանություն։ Տնտեսական հոսքերն ապացուցում են, որ խաղաղությունը հիմա է եւ այսօր եւ այստեղ, այն բոլոր ապրանքները, որ ներմուծվում են եւ բոլոր այն ապրանքները, որ արտահանվելու են Ադրբեջան, լավագույն երաշխիքն է երկարաժամկետ խաղաղությանը։ Չկա Հայաստանի Հանրապետությունում որևէ ճանապարհ, որը կոչվում է Զանգեզուրի երթուղի կամ Զանգեզուրի միջանցք, Հայաստանի Հանրապետությունում կա ձեռք բերված պայմանավորվածություն Թրամփի ուղի կամ TRIP անունով նախագծի համար, որի շուրջ ձեռք են բերվում եւ բերվել պայմանավորվածություններ, չեմ պատրաստվում որևէ ձև արդարացնել իհարկե ադրբեջանական խոսույթը, բայց կարծում եմ, որ դրանք լավագույն արդարացրել են հենց ադրբեջանական փորձագետները այստեղ Երևանում եւ որ մեր հանրությանը բացատրել են, թե ինչ նկատի ունեն, ասելով Զանգեզուրյան միջանցք արտահայտությունը, որը Ադրբեջանի տարածքով անցնող երթուղին է։ Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է Թրամփի ուղին, որը ենթադրում է նաեւ ենթակառուցվածքների կառուցում եւ Թրամփի ուղին լինելու է երկարաժամկետ խաղաղության հիմնական գրավականը։ Ինչու եմ ասում գրավականը հիմնական, որովհետեւ կան եւ լինելու են այլ ուղեկցող պրոյեկտներ, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ եւ որ Հայաստանը մուտք կստանա դեպի եվրոպական շուկա։ Այստեղ էլ կարծում եք, որ առաջընթաց ենք ունենալու։ Այստեղ առաջընթաց արդեն ունենք, գիտեք, որ դեկտեմբերի 31-ին պարզեցման մասին լուրը տարածվեց թուրքական եւ հայկական Թուրքիա եւ Հայաստանի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության, եւ սա դրական ազդակ է ոչ միայն հենց բում ձեռքբերված պայմանավորվածության մասով, այլ որ մենք դուրս ենք գալիս այն մտածողությունից, որ հայ-ադրբեջանական առաջընթացից է կախված Հայաստան-Թուրքիա առաջընթացը։ Մենք տեսանք, որ երկու առանձին գործընթացներում կարողանում ենք ունենալ դրական ազդակներ, դրական առաջընթաց, որը էականորեն ասում է մյուսի դրական առաջընթացի վրա եւ առաջարկում եմ հենց այս մտածողությամբ մտնենք 26 թվական, որ տարածաշրջանը լրիվ այլ մթնոլորտ է ստանում եւ մենք պետք է սովորենք հարաբերվել այս նոր մեխանիզմների, նոր հնարավորությունների հետ։ Սա հսկայական հնարավորություն է Հայաստանի համար, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում մուտք է ստանալու մաքսային դեպի Եվրոմիության մաքսային միություն եւ հորդորում եմ մեր տնտեսվարողներին պատրաստվել այս դրական զարգացումներին։ Տիկին Ղազարյան, տեսեք 26 թվականի հունիսի 7-ից հետո դուք կարծում եք, որ իշխանությունը վերընտրվելուց հետո նոր այդ խաղաղության օրակարգը հնարավոր կլինի կյանքի կոչել, մտավախություն չունեք, որ այնուամենայնիվ հնարավոր է այլ իրավիճակ ստեղծվի եւ այլևս հնարավոր չլինի վերընտրության, հաշվի առնելով, որ այո մի կողմից կան գործընթացներ, որոնց քաղաքացիների մի մասը աջակցում է, բայց կա նաև մի մեծ հատված, որը ունի լրջագույն դժգոհություններ 17 թվականից կամ 20 թվականից հետո, հենց այս հատվածի հետ աշխատանքը ինչպես է իրականացվելու, ինչպես եք կարողանալու հասնել նրան, որ քաղաքացին ի վերջո մտափոխվի, ասի լավ այնուամենայնիվ ձեզ պիտի քվեն տա, հաշվի առնելով, որ էլի չկրկնենք, հա, դատաիրավական համակարգի խութերն ու խնդիրները, սպասվածի, ուրեմն ակնկալիքների չարդարացումը եւ այլն եւ այլն։ Չեմ կարծում, թե ակնկալիքները չեն արդարացվել, ամեն դեպքում մենք ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ինչ որ պահի ամբողջությամբ են արդարացնելու մեր հասարակության ձևավորված սպասելիքները, իհարկե, եթե այդ սպասելիքները օրենքի եւ սահմանադրության շրջանակներում են, որովհետեւ կան սպասելիքներ, որոնք իհարկե չեն արդարացվելու, օրինակ գնդակահարել ընդդիմադիր
երևույթներին, զրկել իրենց առաջադրվելու իրավունքից, այս տեսակ սպասելիքները իհարկե չեն արդարացվելու, բայց մյուս մասով էլ ասեմ, որ ես գրեթե վստահ եմ, որ նույնիսկ այդ չկողնորոշված քաղաքացիները երբեք եւ երբեք իրենց քվեն չեն տալու մի ուժի, որի կապիտալը այլ պետությունում է եւ այդ կապիտալը օգտագործվելու է իրենց դեմ, իրենց պետության դեմ եւ չի թողնելու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ եւ ինքնիշխան։ Ես մի բանում եմ ավելի քան վստահ, որ մեր քաղաքացիները քաջ գիտակցում են, որ ռուսաստանցի բիզնեսմենների հայրենիքը Հայաստանը չէ եւ ռուսաստանցի բիզնեսմեններին քվե տալով իրենք պարզապես քվե են տալու անկախության կործանմանը, որը վախենամ, թե այս անգամ անշրջելի է լինելու։ Ռուսաստանցի բիզնեսմենները, ովքեր պարզվում է, որ մի քանի այլ պետությունների քաղաքացի են, երբեք եւ երբեք չեն առաջնորդվել եւ վստահ եմ չեն առաջնորդվելու Հայաստանի Հանրապետության շահով, որովհետեւ երբ որ մենք տեսնում ենք, թե ինչպես հեծը գոհացել է յուրաքանչյուր քաղաքացուց, յուրաքանչյուր զորամասից, մեզ թույլ է տալիս մտածել, որ իրենք, ինչպես Սամվել Կարապետյանն ասեց իր տնից դուրս գալուց, թքած ունի հեծի վրա, այսինքն թքած ունի մի ենթակառուցվածքի վրա, որը սպասարկում է մեզնից յուրաքանչյուրին։ Վստահ եմ, որ մեր քաղաքացին պարզապես իրենց քվեով չի օժտելու։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։